այսօրվա հարցը շատ պարզ հարց է։ Տեր Հիսուսը այս հարցը տալիս է Մատթեոս ավետարան 15-րդ գլխում։ Եթե հարցը կարդամ, միանգամից գլխի կընկնեք ինչի մասին է խոսքը, 15-ի 32-ից ընթերցենք, Հիսուսն իր մոտ կանչեց աշակերտներին եւ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ արդեն 3 օր է ինձ մոտ են եւ ուտելու ոչինչ չունեն։ Չեմ ուզում նրանց քաղցած արձակել, գուցե ճանապարհին նվաղեն»։ Աշակերտները նրան ասացին. «Այս ամայի վայրում մեզ որտեղից այնքան հաց, որ այսքան ժողովուրդ կշտանա»։ Հիսուսը նրանց ասաց. «Քանի հաց ունեք»։ Եվ ահա հարցը, որ այսօր ուզում եմ, որ մենք ամեն մեկս Տեր Հիսուսի այս խոսքերը ընդունենք մեզ ուղղված, հետևյալն է. քանի հաց ունես։ Եվ խոսքը ձեր խոհանոցում եղող հացերի մասին չի։ Մենք պիտի հասկանանք իրավիճակը եւ հասկանանք ինչ իմաստ ուներ այս հարցը աշակերտների համար։ Եթե անկեղծ լինենք, Տեր Հիսուսը անհնարինն էր պահանջում աշակերտներից։ Այսինքն Տերը ասում էր. դուք կերակրեք այս ժողովրդին, աշակերտներն էլ շատ զարմացան, ասացին, այս ամայի վայրում մեզ որտեղից այնքան հաց, որ այսքան ժողովուրդ կշտանա։ Ժողովուրդը 4000, գրված է 4000 չհաշված կանանց ու երեխաներին, մոտավորապես կարող ենք պատկերացնել բազմությունը այդ ժողովրդի, հազարավորներ։ Գոնե, եթե մեկ կին, ամեն մեկը մեկ երեխա, գոնե մեկ, եթե գումարենք, այսինքն եռապատկվում է այդ թիվը 12000, բայց հաստատ մեկ երեխայով չէին լինի, չգիտեմ, 15-20 հազար մարդ բազմություն հավաքված այդտեղ, եւ Տեր Հիսուսը աշակերտներին ասում է դուք կերակրեք, եւ ասեք, որ մենք էլ կզարմանանք, ասենք, մեզ որտեղից այդքան հաց։ Բայց այստեղ խնդիրը հացը չի, եւ ոչ էլ Տերը մեզ ասում է հիմա կերակրենք այդ ժողովրդին, որ մենք ասենք քանի հաց ունենք։ Խնդիրը նա է, որ ինչա Տերը ինձնից ու քեզնից պահանջում, որը մեզ անհնարին է թվում։ Եկեք սրա մասին մտածենք այսօր։ Ինչա ինձնից եւ քեզնից պահանջում, որը մեզ անհնարին է թվում։ Օրինակ շատ մարդիկ մտածում են, գիտեն, որ Տերը ուզում է, որ իրենք ապաշխարեն, որ իրենք թողնեն աշխարհի ընթացքը, ապրեն Քրիստոսի աշակերտի կյանքով, եւ երբ որ ես այսպիսի մարդկանց հետ զրուցում եմ, մեկ-մեկ ինձ ասում են դա անհնարին է։ Այսինքն ես շատ կուզեմ, բայց ես չեմ կարող։ Եվ երևի թե ճիշտ են ասում, որովհետեւ մեզնից ոչ մեկն էլ առանց Սուրբ Հոգու օգնության չի կարող այդ կյանքը ապրել։ Բայց այդ պահին քեզ դա անհնարին է թվում, կամ մարդիկ ասում են ես դեռ պատրաստ չեմ։ Ինչ է նշանակում ես դեռ պատրաստ չեմ։ Պիտի հասկանանք Տերը ինչ է մեզանից ուզում, որ ասենք, ինքը ուզում է մենք դառնանք աշակերտ։ Երբ որ աշակերտը արդեն դարձել է, չգիտեմ, 6 տարեկան ու իրան տանում են դպրոց, ասում է, բայց ես չեմ զգում, որ ես պատրաստ եմ։ Ոչ ոք չի հարցնում դու զգում ես թե չես զգում։ Դու պիտի գնաս, սկսես սովորել եւ ժամանակի ընթացքում հմտություններդ կձևավորվեն, այսինքն այդպիսի բան չկա, ես դեռ պատրաստ չեմ Քրիստոսի աշակերտի կյանքով ապրել։ Դրա ճիշտ պատասխանը սա է, ես աշխարհը այնքան եմ սիրում, որ չեմ ուզում թողնեմ գամ։ Սա է իրական պատասխանը։ Բայց եթե անգամ այսօր դու մի բան պիտի անես, սա ապաշխարության համար ասեցի, բայց ծառայության, կյանքը փոխելու առումով, մի նոր բան քո կյանքում սկսելու առումով, ի՞նչն է, որ այսօր դու գիտես, որ Աստված քեզնից ակնկալում է, որ դա անես, բայց սա քեզ համար, ոնց որ աշակերտների համար անհնարին էր այդ մեծ բազմությանը կերակրելը, քեզ էլ դա անհնարին է թվում, եւ այսօր Տերը ինձ եւ քեզ հարցնում է. քանի հաց ունես, քանի հաց ունես նշանակում է իսկ դու քո բաժինը, որ գոնեն փոքրը կարաս անես։ Ես դրա վրա բազմապատկում կբերեմ։ Դու երբեմն ես ասում եմ, լավ, չես կարող աշակերտի կյանքով ապրել, լավ, կարաս կարգապահ Աստվածաշունչ ընթերցես։ Կարաս, ասում եմ, հա կարամ էդի անեմ, ասում եմ, արա, սկսենք դրանից։
Կարաս Կիրակի օրերը եկեղեցի գաս, չեմ ասում ապաշխարի դարձի հավատացյալ մեր նման, կարաս եկեղեցի գաս, քո 7-րդ օրը Տիրոջը նվիրես, սուրբ կյանքով ապրելը, ասում շատերը սխալ են հասկանում, բայց աշխարհից տարբերվի գոնե նրանով, որ 7-րդ օրը սուրբ ես պահում։ Լավ, դեռ չես կարողանում այդ կյանքը ապրես, քանի հաց ունես, նշանակում է, իսկ ինչ ես կարողանում անես, դու ուզում ես, որ այդ ժողովուրդը կերակրվի, դու ուզում ես քո կյանքը փոխվի, դու ուզում ես գա մի օր, որ դու կարողանաս Քրիստոսի աշակերտի կյանքով ապրես, այսօր ինչ ես կարողանում անել, այսօր ինչն է քո որոշումների մեջ, որ դու քո այդ մի քանի հացը, այստեղ գրված է 7 հաց եւ մի քանի ձուկ, պատկերացնում եք 7 հաց եւ մի քանի ձուկ, ամբողջ այդ 15-20 հազարանոց երևի թե այդքան կլինեին ժողովրդին կերակրում, սա չնչին մի բան է։ Եվ սա մեր հոգևոր ընթացքն է, որովհետեւ մենք բերում ենք 7 հացը ու մի քանի ձուկը, իսկ Աստված բազմացնում է դա եւ հետո տեսնում ենք ինչի վերածեց։ Եվ ուզում եմ այսօր դու ես հարցին պատասխանես, քանի հաց ունես։ Հիշում եք Տեր Հիսուսի պատմությունը գրված է Հովհաննես ավետարան 2-րդ գլխում, սա Կանայի հարսանիքի ժամանակ տեղի ունեցած հրաշքն է, երբ որ Տերը գինին վերջացել էր հարսանիքի ժամանակ եւ մեծ խայտարակություն էր դա, այսինքն ճիշտ հաշվարկ չէին արել կամ խմողները ճիշտ հաշվարկ չէին արել երևի ու գինին վերջացել էր եւ այնտեղ շատ հետաքրքիր մի բան կա 2:5-ում է գրված է որ նրա մայրը Տեր Հիսուսի մայրը Մարիամը սպասավորներին ասաց ինչ որ ձեզ ասի արեք Ինչ որ ձեզ ասի, արեք, շատ մի մտածեք, ներողություն, շատ մի մտածեք, շատ մի տրամաբանեք, ինչ որ ձեզ ասի, արեք։ Եվ այստեղ էլ աշակերտները երևի թե շատ եթե տրամաբանեին, չգիտեմ, ինչ դուրս կգար իրանց տրամաբանությունից երբեմն ոչ մի լավ բան դուրս չի գալիս, որովհետև երբ որ գերբնական լուծում կա, բնական տրամաբանությունը այդտեղ չի կարողանում լուծումներ գտնի եւ չի էլ պատկերացնում լուծումները։ Այստեղ հավատ կա պետք։ Բայց արյուտես, որ շատ բաներ կա Տերը մեր կյանքում անում, մեր հավատքն էլ չի հերիքում դրան։ Հիշում եք օրինակ 38 տարվա անդամալույցի բժշկությունը։ Երբեմն մարդիկ աղոթում են, չի բժշկվում, ասում հավատքդ չի հերիքես։ Չի ասում իմ մեջ է խնդիրը, ասում քո մեջ է խնդիրը, հավատքդ չի հերիքես։ Հիշենք 38 տարվա անդամալույցի բժշկությունը։ Ինչ հավատք ուներ։ Չգիտեր ով է իր հետ խոսում, ասում էր Տերը բժշկության մասին էր խոսում, ինքը ասում էր մարդ չունեմ, որ ինձ առաջինը գցի ավազանի մեջ, ուրիշ չգիտեմ, չէր էլ պատկերացնում ինչ է իր հետ կատարվելու եւ Տերը իր ողորմությամբ այդ հավատք չունեցող մարդուն բժշկեց, հետո իհարկե խորհուրդ տվեց, ասեց գնա ու այլևս մեղք մի գործի, որ ավելի չար բան քեզ հետ չպատահի, բայց տեսնում ենք, որ երբեմն անգամ հավատք չկա, բայց Տերը իր ողորմությամբ գերբնական հրաշք է անում։ Այսօր ուզում եմ քեզ քաջալերել։ Եթե քո հանձնարարությունը, լավ այսպես ասեմ, այն ինչ որ դու գիտես, որ Տերը ուզում է քեզանից։ Եթե գիտես, որ Տերը ուզում է քո կյանքը փոխվի, եթե գիտես, որ ուզում է անցնես ծառայության, եթե գիտես, որ ուզում է ապաշխարես, եթե գիտես, որ ուզում է գնաս ինչ-որ հիվանդի այցելության, ինչ-որ այն մոռացված բարեկամին զանգես, կամ այն մարդը, որ քո կարծիքով երբեք չի ապաշխարի, իրան ավետարան փոխանցես, չգիտեմ ինչ է ուզում Տերը, որ քեզ թվում է անհնարին, այսօր լսի իր հարցը, քանի հաց ունես, այսինքն, ինչ կարող ես դու անել, քո փոքրիկը, դու չես կարող այդ հրաշքը կատարել, բայց դու ինչ ունես, որի վրա Տերը հրաշք կբերի, սա շատ հետաքրքիր է, Տիրոջ սկզբունքը, Տերը կարար ասեր, ձեռքներդ պարզեք, կամ կողովները դատարկ դրեք, և հիմա ես հրաշք կանեմ, այդ կողովները կլծվեն, գանք Կանայի հարսանիքի հրաշքին, Տերը կարար ասեր,
դատարկ այդ ամանների մեջ թող հիմա գինի հայտնվի։ Իհարկե կարար։ Ինչի ասես ջուր լցրեք։ Ինչի ասում ես 7 հացը բերեք մի քանի ձկներով։ Աստված ուզում է համագործակցի ինձ եւ քեզ հետ։ Եվ եթե այսօր քո ունեցած անգամ շատ քիչ է, անգամ դու չես տեսնում ու չես հավատում, որ դա կդառնա իրականություն, դու արա այն, ինչ որ ինքը ասում է։ Ասում է բեր, ուրեմն բեր։ Ասում է տար, ուրեմն տար։ Ասում է քո առաջին քայլը արա, դու չես պատկերացնում ոնց ես երկրորդը անելու, քո առաջին քայլը արա։ Ես չգիտեմ ում եմ խոսում, բայց այսօր ուզում եմ մենք տեսնենք ամենակարող Աստծուն այս խոսքերի հետևում։ Քանի հաց ունես։ Եթե միայն վստահես նրան, եթե միայն 10 այն ինչ ունես, անգամ ամենակիչը, անգամ ամենափոքրը, բայց քո ամենը, Տերը վերցնելու է դա ու բազմապատկելու է։ Եվ այդպես գրված է, ինքը վերցնում այս աշխարհի տկարներին ու այնպիսին է դարձնում, որ զորավորները ամաչ են։ Վերցնում անմիտներին ու այնպիսին է դարձնում, որ իմաստունները ամաչ են, աշխարհի իմաստունները, որովհետև Աստված կարա քեզ վերցնի իր ձեռքերի մեջ, որովհետև ինքն է քեզ արարել, ինքը ամենահմուտ վարպետն է, ինքը քո կոտրված կյանքը կարա վերցնի եւ քեզ դարձնի մյուսների կոտրված կյանքերը բժշկող մի ծառայող, որ իր զորությամբ կծառայի եւ իր կամքի մեջ կօգնի, որ մարդիկ խավարից դեպի լույսը գան։ Ես չգիտեմ ինչ կարծիք ունես քո մասին, ոչ թերագնահատի քեզ, ոչ գերագնահատի, բայց իմացի դու Աստծո ձեռքերում զորավոր մեկն ես։ Առանց Աստծո, Տեր Հիսուսն ասում էր, առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Առանց իրեն մենք ոչինչ չենք կարող անել։ Բայց իր հետ միասին, ասում է, եթե նա մեր մեջ է, այսինքն ով է, որ եթե նա ինձ հետ է, ով է, որ մեզ հակառակ լինի, եւ մեր մեջ լինողը ավելի զորավոր է, քան աշխարհի մեջ լինողը։ Այսինքն Աստծո հետ մեկ հոգին մեծամասնություն է։ Պատկերացնում եք։ Աստծո հետ մեկ հոգին ավելի շատ է, քան թե ամբողջ մարդկությունը միասին վերցրած։ Ամբողջ դիվային ուժերը իրար հետ վերցրած։ Աստծո հետ մեկ հոգին մեծամասնություն է եւ ավելի զորավոր է։ Ամբողջ հարցը սա է, մենք այսօր այս հարցին ինչ ենք պատասխանում։ Քանի հաց ունես։ 36-ից 37 խոսքերը կարդանք, եւ նա վերցրեց այն 7 հացն ու ձկները, գոհություն հայտնեց, մաս արեց եւ կտրեց ու աշակերտներին տվեց, աշակերտներն էլ ժողովրդին։ Բոլորը կերան ու կշտացան եւ ավելացած կտորներով 7 զամբյուղ լցրեցին, ովքեր կերան 4000 տղամարդիկ էին կանանցից եւ երեխաներից բացի։ Հրաշալի է, քանի հաց ունես։ Ինչ է Աստված ուզում, որ դու անես։ Որն է քո առաջին քայլը։ Քո քիչը Տեր Հիսուսի ձեռքերի մեջ ավելին կարող է անել, քան շատերի ունեցած շատը։ Եվ հիշեք, Առաջին Կորինթացիս 4:2-ում գրված է, որ տնտեսից մեկ բան է պահանջվում՝ հավատարմություն։ Ունես քիչը։ Ուզում ես իրավիճակդ փոխվի։ Ուզում ես կյանքդ փոխվի։ Ուզում ես նոր ընթացք գա, նորություն, նոր թարմություն, նոր ուրախություն։ Աստված քո համար գրված է, որ կյանք եւ առատ կյանք է պատրաստել։ Ուզում ես, որ մտնես այդ խոստման մեջ։ Այսօր նայի քանի հաց ունես։ Այսօր նայի ինչը դու կարող ես անել, քո առաջին քայլը։ Բեր դա Տեր Հիսուսի մոտ։ Որոշում կայացրա։ Մի բան անես, որ թեկուզ շատ քիչ է, բայց այդ մի քայլը հավատարիմ անես եւ նա բազմապատկելու է դա։ Եվ նա գերբնական երկնքից իր շնորհքն է իջացնելու քո այդ մի քանի փոքր բաների վրա, որ դու կորոշես եւ դու տեսնելու ես, որ ինչպես այդ բազմությունը կերակրվեց եւ դա մեծ հրաշք էր, այնպես քո կյանքն է փոխվելու, քո ծառայությունն է օրհնվելու,
Քո ընթացքն է ուրախությամբ ու խաղաղությամբ լցվելու եւ կտեսնես, եթե իրեն բերես, այն փոքրը, որ դու ունես։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք քեզնից մեր Աստված, մեր Տեր, մեր Փրկիչ։ Շնորհակալ ենք եւ այո, այսօրվա հարցը այսպես խորհրդավոր է հնչում, բայց գիտեմ, որ քո հոգին կխոսի հիմա մարդկանց սրտերի հետ եւ որոշումներ կկայացվեն եւ այդ հրաշքը տեղի կունենա, Տեր, եւ դու կգործես այն փոքրի հիմքի վրա, որ մարդիկ կբերեն դեպի քեզ, այն որոշումները, այն նվիրումները, այն թեկուզ փոքր փոփոխությունները, որ մարդիկ հավատարմորեն կանեն, դու կվերցնես եւ կբազմապատկես եւ քո շնորհքի հոգին կգա ու մեծ գործեր կանի այս մարդկանց կյանքերում։ Հատուկ խնդրում եմ, Տեր, այն մարդկանց համար, ովքեր անհուսության մեջ են, ովքեր արդեն հոգնել են, Տեր, որովհետև շատ ժամանակ իրենց աղոթքները անպատասխան են մնում, թող այսօր իրենց փոքրը բերեն քո առաջ, թող այսօր չնայեն քանի անգամ են ձախողվել, այլ նայեն քո խոսքերին եւ իրենց փոքրիկ քայլ անեն ու դրա մեջ հավատարիմ մնան։ Ինչ որ մեկի կյանքում թող ընթերցանության կյանքը կարգավորվի, ինչ որ մեկի կյանքում հարաբերությունները բժշկվեն, կարողանա ներել նրան, ում չի կարողանում, ինչ որ մեկի կյանքում, Տեր, թող կարգապահություն գա եկեղեցու հարցում, եկեղեցու պաշտամունքներին մասնակցելու, ծառայության, այցելությունների եւ ցանկացած բան, Տեր իմ Աստված, հիմա խնդրում եմ, որ քո հոգին խոսի եւ մարդկանց քո հանձնարարությունը փոխանցի եւ այդ քչի մեջ հավատարիմները վաղը իրականը, օրհնությունը, գերբնական հրաշքը ստանան իրենց կյանքում։ Շնորհակալ ենք, Տեր, քո խոսքի համար եւ քո հարցերի համար եւ ամեն մեկս թող մտածենք այս հարցի շուրջ, քանի հաց ունես եւ այդ հացերը հասկանանք ինչ է նշանակում։ Շնորհակալ ենք, գոհանում ենք, մեծարում ենք քեզ, դու արժան ես փառաբանության ու երկրպագության։ Հիսուս Տիրոջ անունով ենք աղոթում։